Ապրիլի 8-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել են նախարարության ենթակածառայությունների նախորդ տարվա գործունեության արդյունքներով կատարողականի գնահատման եւ դրա հիման վրա պարգևատրումների տրամադրման հանձնաժողովային քննարկումների արդյունքները։ Անդրադառնալով ներքին գործերի նախարարության նախորդ տարվա ձեռքբերումներին, Արփինե Սարգսյանը կարևորել է յուրաքանչյուր ծառայողի ներդրումը բարեփոխումների իրագործման եւ հանրային անվտանգության ամրապնդման գործում։ Նրա խոսքով ինստիտուցիոնալ փոփոխությունները առավել տեսանելի են դառնում բարեխիղճ ծառայության շնորհիվ։ Ներքին գործերի նախարարը պարգևատրել է 2025 թվականի արդյունքներով լավագույնը ճանաչված ծառայողներին, ինչպես նաև փոխանցիկ դրոշներ հանձնել լավագույն ստորաբաժանումների ղեկավարներին։ Արփինե Սարգսյանը շնորհավորելով պարգևատրվածներին ընդգծել է, որ պարգևները առաջին հերթին թիմային աշխատանքի արդյունք են, ապա անհատական ձեռքբերում։ Նախարարն ընդգծել է, որ պարգևատրման գործընթացում առաջնորդվել են բացառապես օբյեկտիվության սկզբունքով, տեխնացուների ընտրությունը իրականացվել է հանձնաժողովային ձևաչափով, ապահովելով գնահատման բազմակողմանիությունն ու անկողմնակալությունը։ Նա նշել է, որ պարգևատրումը արժանիքահեն գնահատական է կատարված աշխատանքի համար եւ հույս հայտնել, որ խրախուսանքները կբարձրացնեն ծառայողների մոտիվացիան ի նպաստ համակարգի առավել արդյունավետ եւ կանոնակարգված գործունեության։ Մարտի 3-ին ժամը 12:37-ին ցուցադրաբար անտեսելով իրավական նորմերը, BMW-ի վարորդը դրիֆտ էր կատարել Մայրաքաղաքի Ուլնեցու եւ Պարուսևակի փողոցների խաչմերուկում։ Բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի աշխատակիցները ավտոմեքենան հայտնաբերել եւ տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի եւ պարեկների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ իր մեքենայով դրիֆտը կատարել է Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի բնակիչ 27-ամյա մի երիտասարդ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ էլ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ 112 բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունեցեք։ Ազանգ ունենք քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մաշտոցի փողոցայում։ 112 մեկ զանգ արագ արձագանք։ Կառավարությունն իրազեկում է։ Կասկածելի անձանց եւ կազմակերպությունների միջոցով մի ստացեք եւ մի փոխանցեք դրամական միջոցներ։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում եւ փոխանցում։ Ձեռնպահ մնացեք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։ Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։ Եղեք զգոն եւ չեք դառնա զեղծարարության զոհ։ Կառավարությունն իրազեկում է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է. Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային եւ բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաեւ համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրաված անձանց կողմից, եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաեւ այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն, պահպանեք ձեր անձնական տվյալները։